Հետաքրքիր Աստծո խոսքը ասում է կներեք արդարների օրհնությունով քաղաքը կկանգնի։ Գիտես, երբ որ լավ ես խոսում, լավ է լինում քո քաղաքի համար։ Քո քաղաքը քո համար է լավ լինում եւ բարի լինում։ Գիտեք, ես մտածում եմ, ասում եմ, ինչ հետաքրքիր պատմություն, ինչ հիասքանչ ծնունդ, որ փոխեց աշխարհի պատմությունը։ Գիտեք, Հիսուսը հենց այնպես չծնվեց։ Հենց այնպես չեկավ աշխարհ։ Ոմանք ասում են մարգարեր, ոմանք ասում են մարդ էր, բայց ասում եմ, արդյոք մարդով երկիրը կկիսվեր պատմությունը երկրի երկու մասի։ Կլիներ արդյոք մինչև Հիսուս Քրիստոսը եւ կլիներ արդյոք Հիսուս Քրիստոսից հետո։ Գիտեք, մի անձնավորության հետ խոսելով չի ընդունում Սուրբ Ծնունդը ու ասում է, դե գիտես ինչ, դա քրիստոնյաների տոնն է։ Ու ասում ես, որ թիվ ես։ Ասենք վերցնենք իմ տարիք, ասում է 69 թիվ եմ։ Ասում ես, ինչից 69 է։ Ասում է 1969, ասում եմ, բայց որտեղից վերցրեցիք այդ թիվը 1969։ Հիսուս Քրիստոսի ծնունդից։ Ուզես թե չուզես, ընդունես թե չընդունես, դու ընդունում ես Քրիստոսի ծնունդը։ Ամեն։ Ուզես թե չուզես, աշխարհը հաշվվում է այդ օրվանից, որ օրը Քրիստոսը ծնվեց։ Ամեն բան սկսեց այդ օրվանից։ Ու մինչև այսօր։ Այսօր մենք 2025 թվին հրաժեշտ ենք տալի, մտնում ենք 2026 թիվը։ Որ օրվանից։ Հիսուս Քրիստոսի ծնունդից։ Ամեն։ Ամեն բան սկսեց Հիսուս Քրիստոսի ծնունդով։ Գիտեք, իհարկե, մինչև Հիսուս Քրիստոսի մարմնավոր ծնունդը Հիսուս Քրիստոսը կար։ Մենք իրան տեսնում ենք հին ուխտում։ Մենք տեսնում ենք նրան տարբեր աստվածաշնչյան գլուխներում։ Մենք տեսնում ենք Հիսուս Քրիստոսին ամեն ուրեք։ Եվ ինքը իր համար ասեց. Եթե ճանաչեիք ինձ, հա, կիմանայի գրքերը, որովհետև գրքերի մեջ ես կամ, ամեն գրքի մեջ աստվածաշնչյան կամ, եթե իմանայի գրքերը, կիմանայիք ով եմ ես։ Գիտեք, իրականից շատ ազդեցիկ էր բեմականացումը, իրականից շնորհակալություն եմ ուզում հայտնեմ ամեն մեկին ես, ամեն աշխատանքների համար, դիզայներներին, փառաբանությանը, մանկականին, երիտասարդներին, ամեն բան, որ կազմակերպել եք, արել եք, շատ գեղեցիկ էր։ Իրականից մի տեսակ ոնց որ վերապրեի Հիսուս Քրիստոսի ծնունդը։ Երկրի Տերը, Տիրակալը, Արարիչը եկավ աշխարհ։ Հրյաները թագավորի էին սպասում, որ իրանց կազատի իրանց թշնամիներից, բայց եկավ որպես փոքր երեխա։ Եկավ որպես մի մանուկ, որ պաշտպանության կարիք էր ինքը զգում։ Մեկը, որ տեղի կարիք էր զգում ու տեղ չգտնվեցավ իր իսկ ստեղծած երկրի մեջ։ Պատկերացնում ես։ Առավել ևս անարգվեց, ծաղրվեց, թքվեց և մահացավ իր ստեղծված ժողովրդի կողմից։ Ասում ես, ինչքան մեծ էր հոր սերը։ Ինձ ու քեզ ինչքան սիրեց, որ իր միածին որդին ուղարկեց։ Ես գիտեք ինչ եմ նմանացնում եմ, երբ որ մի բան ասում ես երեխայիդ անդադ չի լսում, հետո քո վարքով, գործով սկսում ես ցույց տալ։ Հիսուսն ասեց, չէ, այս մարդիկ չեն հասկանում, երբ որ ասում եմ, արի ես մարդանամ, արի ես մանուկ դառնամ, արի ես իրանց մեջ բնակվելով ցույց տամ իրական կյանքի նպատակը։ Ոնց պետք է ապրեն, թե չէ մարդիկ ասում են, քեզ հեշտ է, դու երկնքում նստած, դու մեր մարդկային ցավերի ու կարիքների մեջ չես, դու չգիտես ինչ է հիվանդությունը, դու չգիտես ինչ է սովելը, դու չգիտես երբ որ քեզ են անարդար են վարվում, դու չգիտես ինչ է երբ որ քեզ ծաղրում են կամ թքում են քո երեսին։ Այդ ամենը դու չես կարա հասկանաս, մենք ենք դրա մեջ և մեզ ցավոտ է, ու Աստված ասեց, ես կմարդանամ
ու ձեր բոլոր ցավերով կանցնեմ, ձեր բոլոր խնդիրներով կանցնեմ, կիմանամ ինչ է ծաղրվելը, կիմանամ ինչ է, երբ որ ձեզ խփում են, կիմանամ ինչ է, երբ որ ձեզ սպանում են։ Գիտես, ամեն բան վերցրեց իր վրա, մարդացավ ու ամեն ծաղրանք, ամեն ցավ, ամեն աղքատություն, ամեն հիվանդություն վերցրեց իր վրա, որ մենք ազատ լինենք այդ ամեն ինչից։ Միթե ուրախալի չի Քրիստոսի ծնունդը իմ և քո համար։ Միթե ուրախալի չի, երբ որ ոչ մեկ չէր կարում արդարանալ Աստծո մոտ, Քրիստոսին հավատալով ամեն մեկս արդար համարվեցանք։ Միթե ուրախալի չի, երբ որ մարդը իր մեղքերից չէր կարողանում ազատվել, Տերը եկավ և ազատեց քեզ քո մեղքերից։ Գիտես, մեկը ծնվեց մի հատուկ նպատակի համար, որ ցույց տա իր ասերը ինձ ու քեզ։ Մեկը ծնվեց մի հատուկ նպատակի համար, այն ինչ որ դու չէիր կարող անել, որ ինքը անի։ Իմ ու քո մեղքերը վերցնի իր վրա։ Մեր մեղքերի փոխարեն ինքը պատասխան տա, հաշիվ տա ամեն մեր գործած սխալների համար։ Ինչքան ուժեղ է ու կարևոր է, ինչքան լավ է ու բարի է, երբ որ դու գիտես, որ դու արդարացված ես, երբ որ դու գիտես, որ դու ունես փրկություն։ Ինչ որ մեկի շնորհի, որի անունն է Հիսուս Քրիստոս։ Գիտեք, օրերից մի օր Աստված եկավ մարգարեի միջոցով մարդու մոտ, ասեց ինչ նշան կխնդրես։ Մարդը մտածելով ասում պատասխանեց ու ասեց նշան չեմ խնդրի, որովհետև չեմ փորձի Տեր Աստծուն։ Այդ դեպքում Աստված ասեց ես նշան կտամ։ Դա գրված է Եսայի 7-րդ գլխի 14-րդ խոսքում։ Սրա համար Տերը ինքը նշան կտա, ահա կույսը կհղիանա և կծնե մի որդի, և նրա անունը կկանչեն Էմանուել։ Ասա Էմանուել։ Թարգմանաբար նշանակում է Աստված մեզ հետ է։ Գիտես, Աստված մեր մեջ ծնվեց ինչպես մի մարդ, բնակվեց մեր մեջ, ու դա նշան էր ամբողջ աշխարհին, դա նշան էր մարդկությանը, որ ես ձեզ հետ եմ, որ ես ձեզ սիրում եմ, որ ես ձեզ հետ կապրեմ, խնամ կտանեմ, ձեր դժվար իրավիճակներին ձեզ հետ կլինեմ, ձեզ չեմ թողի։ Այդ ամեն ցավերն ու տառապանքները ինքը անցել է, ու այսօր այդ ամեն դժվար իրավիճակներում Աստված ամեն մեկիս հետ է։ Գիտեք, Աստված մարդ չի։ Մարդացավ, բայց Աստծո սիրտը այնքան մեծ էր, որ եթե մենք նայում ենք ավազակին որպես ավազակ, ինքը ասեց, այսօր իմ հետ դրախտում կլինես։ Մտածում ես, ասում ես, ինչ մեծ սիրտ ուներ։ Երբ որ մարդիկ իրանց նման մարդուն պատրաստ էին քարկոծելու մեղքի համար, շնության համար, Հիսուսն ասեց, ով անմեղ է, թող քարկցի։ Երբ որ ոչ մեկ չմնաց, մենակ ինքը կարար մարդուն դատապարտեր, բայց ասեց, ես էլ քեզ չեմ դատապարտում, գնա ու էլ մեղք մի գործիր։ Դու տեսնում ես իր սիրտը, դու տեսնում ես իր սրտի մեծությունը, որ մեր պես չի մտածում։ Պատրաստ չի տրորելու ամեն մի ինքածի, պատրաստ չի կոխրտելու ամեն մի ցածրացած մարդուն, ով որ սայթակել է, ով որ կյանքում ինչ որտեղ թերացել է կամ սխալվել է։ Դու տեսնում ես, որ ինքը եկել է օգնելու ու բարձրացնելու, եկել է վերականգնելու քո այն ստատուսը, ասենց ասեմ, որ դու ունեցել ես իր առաջին, ու այսօր էլ ունես։ Արդարացրել է, ներել է մեր ամեն մեկի մեղքերը ու ասել է, դու իմ զավակն ես։ Դու իմ զավակն ես։ Գիտես, այսօր մեզանից ոչ մեկ երեսից լքված չի։ Այսօր մեզանից ոչ մեկ հենց այնպես չի եկես աշխարհ։ Այսօր մեզանից ամեն մեկը ունի նպատակ, ինչի համար ծնվել եկել այս աշխարհ։ Ամեն բանը ծրագրավորված էր Աստծո կողմից Հիսուս Քրիստոսի համար։ Մինչև ծնվելը 400 տարի մոտավորապես առաջ ասեց, կույսը կհղիանա։ Կույսը կհղիանա և մի որդի կծնվի, նրա անունը կլինի Էմանուել։
Աստված խոսեց ու տարիներ հետո մենք տեսնում ենք, դարեր հետո մենք տեսնում ենք, դա այդպես կատարվեց։ Մենք ականատես ենք արդեն այդ պատմությանը։ Գիտես, Եսայի մարգարեության 9:6-ում ասում է, որովհետև մեզ մի մանուկ ծնվեցավ։ Դարեր առաջ Եսային ասում է, մեզ մի մանուկ ծնվեցավ, մեզ մի որդի տրվեցավ եւ իշխանությունը կլինի նրա ուսերի վրա։ Այդ մանուկը կունենա իշխանություն եւ նրա անունը կկոչվի սքանչելի, խորհրդական հզոր Աստված։ Բա որտեղ է գրված, որ Հիսուսը Աստված է։ Այստեղ պարզ գրված է։ Հավիտենության հայր, խաղաղության իշխան։ Գիտես, խաղաղության իշխան։ Առանց Հիսուս Քրիստոսի չի լինում խաղաղություն։ Երբ որ խաղաղության իշխանը գալիս է քո սրտի մեջ, խաղաղությունը իր հետ գալիս է քո սրտի մեջ։ Երբ որ այս մանուկը ծնվում է քո սրտի մեջ, իշխանությունը գալիս է քո սրտի մեջ։ Խորհրդատվությունը գալիս է քո սրտի մեջ։ Հզոր մի մանուկ է ծնվում, որ պատրաստ է քեզ օգնելու քո տկարությունների մեջ։ Պատրաստ է քեզ բարձրացնելու, զորացնելու։ Պատրաստ է քեզ առաջնորդելու, ասելու, մեղ գործեցիր։ Ես եմ դատապարտողը, բայց էլ չեմ դատապարտում։ Գնա ու էլ մեղ մի գործիր։ Գիտես, աշխարհը կիսվեց երկու մասի։ Եթե միջև այդ կար աշկի տեմ աշկ, ատամի տեղ ատամ, մի նոր բան եկավ։ Սիրի քո Տեր Աստծուն, սիրի քո ընկերոջը քո անձի պես։ Մի նոր բան ի հայտ եկավ, մենք հասկանում ենք, որ դարերից ի վեր սկսված, որին ուզում ես վեկրծրու, Չինգիզ խանին, Հիտլերին, ում ուզում ես տես։ Ատամ ատամի տեղ, աշկ աշկի տեղ, բայց եկավ մի բան, որ փոխեց ամեն բան։ Ասեց սիրի քո թշնամուն։ Եվ հասկանում ես, որ ատելությունով հեռու չես գնա։ Եվ հասկանում ես, մի նոր բան բերեց, որ թշնամությունը վերացնի այս երկրի վրա։ Եվ նրան ճանաչողները այդպես էլ ապրում են։ Նրան ճանաչողները այդպես էլ անում են, հետևում են։ Մի նոր բան եկավ երկրի վրա, որ մինչև այդ մարդիկ չգիտեին։ Հեշտ տեսել եք փուչուր երեխաներ։ Իսկ տեսել եք, որ փուչուր երեխաները իրար հետ կռվում են։ Ես հավատում եմ, ոչ մի մայր, ոչ մի հայր իրա թեկուզ 2 տարեկան, թեկուզ 3 տարեկան երեխային չի ասե։ Գիտես, երբ որ մի երեխա տենաս, դու պատրաստվի, որ այդ երեխան քո խաղալիքը քո ձեռքից խլելու է, դու էլ պատրաստի, որ իրան բռունցքով խփես։ Բա որտեղից իրանց մեջ այդ հատկությունը։ Պարզվում է, մեր մարմինը մեղավոր է։ Պարզվում է, որ մենք այդ գեներով ծնվում ենք, այտենց գալիս ենք այս լույս աշխարհ։ Եթե մեկը քեզ նեղացրել է, դու էլ իրան նեղացրու։ Եթե քեզ մեկը լացացրել է, դու էլ իրան լացացրու։ Եթե մեկը քո խաղալիքը վերցրել է, դու էլ իրանը վերցրու։ Ոչ մի ծնող չի սովորացրել, բայց մենք դա տեսնում ենք։ Մեր առօրյայում, մեր կյանքի մեջ, այդպես է, թե այդպես չի։ Բայց Հիսուս Քրիստոսը մի նոր բան բերեց։ Քեզ անիծողներին օրհնի ասեց։ Հիմա պատկերացրու, հիշի այն մարդուն, ով որ քո ոտը տրորել է։ Հիշի այն մարդուն, ով որ քեզ ցավացրել է։ Հիշեցիր, եթե հիշեցիր ձեռը թափարի։ Ահա, մի քանի հոգի հիշեցի։ Իսկ հիմա ինչ ենք անում, ասում ենք Աստված օրհնի քեզ։ Այդ մարդու անունը քո ներսում տուր։ Ինչ որ խոսաս, դա էլ կլինի։ Լավը խոսաս, լավը կլինի։ Հիսուս Քրիստոսին խաչեցին խաչի վրա։ Ծնվել էր խաչվելու համար։ Նրա կյանքի միսիան ինձ ու քեզ ազատել մեր մեղքերից եւ մեր հիվանդություններից, աղքատությունից եւ անեծքից։ Ու գիտեք ինչ ասեց, հայրների սրանց, որովհետև չեն հասկանում ինչ են անում։ Պատկերացնում ես։ Մի նոր կյանքի օրենք գրվեց։ Մի նոր
կյանքի էջ բացվեց մեր կյանքերի մեջ, որը հեշտ չի։ Թույլ մարդիկ դա չեն կարող անեն, իսկ ուժեղ մարդիկ այդպես ապրում են։ Ամեն։ Գիտես, եկավ ասեց ես իմ կյանքով ցույց տամ ոնց պետք է ապրեն։ Գիտես, երբ որ ասում ես մի բան, մարդիկ լսում են, բայց այդքան էլ չեն ընկալում, բայց երբ որ տեսնում են, շատ արագ են ընկալում։ Գիտես, մեր ապրած կյանքը պետք է նմանվի Հիսուս Քրիստոսի կյանքին։ Այդ ժամանակ մեզ տեսնողները շատ արագ կհասկանան ոնց պետք է ապրեն այս կյանքում։ Բայց երբ որ ասում ես, այդքան էլ չեն հասկանում, այդքան էլ չեն կարող ընկալեն։ Դրա համար մեզանից մեծամասնությունը ցույց տվեց բութմատը, հետո փոխեց ցուցամատը։ Սկզբուց ինչ որ տենում ենք, այդ էլ ընկալում ենք։ Մեր կյանքը վառ ավետարան պետք է լինի մեր շրջապատող աշխարհի համար։ Հիսուս Քրիստոսն եկավ, ապրեց երկրի վրա եւ իր կյանքով ինձ ու քեզ ցույց տվեց ոնց պետք է լինի մարդու կյանքը։ Պետք է տարբերվենք այս աշխարհից։ Ամեն։ Ասում եմ ինչ հետաքրքիր է։ Երբ որ Հիսուս Քրիստոսը պետք է ծնվեր, դարեր առաջ խոսվեց։ Անկամ իր ծնունդը խոսվեց, որ կույսը կհղիանա, մի մանուկ կծնվի։ Հետո մենք տեսնում ենք, երբ որ եկավ հասավ այդ պահը, երբ որ պետք է ծնվեր, Ղուկասի ավետարան 1:26։ Եվ 6-րդ ամսում Գաբրիել հրեշտակը Աստվածանից ուղարկվեցավ։ Գալիլեա մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որը նշանված էր մի մարդի, իր անունը Հովսեփ էր, Դավթի տանից, եւ այն կույսի անունը Մայրամ էր։ Եվ հրեշտակը նրա մոտ գալով ասաց. «Ողջույն քեզ, ով շնորհ ընկալ, Տերը քեզ հետ, օրհնյալ ես դու կանանց մեջ»։ Եվ հրեշտակը ասեց նրան. «Մի վախեցի, Մայրամ, որովհետև Աստվածանից շնորհ գտար, եւ ահա կհղիանաս եւ մի որդի կծնես եւ նրա անունը Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի եւ բարձրալի որդի կկոչվի, եւ Տեր Աստվածը նրա Դավթի հոր աթոռը կտա նրան, եւ նա հավիտյան կթագավորե Հակոբի տան վրա»։ Ասա հավիտյան։ Եվ նրա թագավորությունը վերջի լինի, եւ Մարիամն ասեց հրեշտակին. «Սա ինչպես կլինի, ըստ որում ես այր չգիտեմ»։ Հրեշտակը պատասխանեց եւ ասեց նրան. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա եւ բարձրալի զորությունը քեզ վրա հովանավորի, վասն որ այն ծնվածը սուրբ է, Աստծո որդի կկոչվի»։ Ոմանք ասում են Աստված որդի կարա ունենա։ Դե վերցնենք մուսուլմաններին։ Հրեշտակն ասում է Աստծո որդի կկոչվի։ Հիսուսն էլ ասում է, որ դուք Աստծո որդիներ եք։ Արդյոք Աստված որդի կունենա։ Այո։ Աստծո խոսքն ասում է, որ այո, ես Աստծո որդի եմ։ Դու Աստծո որդի ես, դու բարձրալի որդին ես։ Դու հենց այնպես չես։ Դու նպատակ ունես այս երկրի վրա իրականացնելու, դու միսիա ունես կատարելու։ Գիտես, ոնց որ Հիսուս Քրիստոսը նպատակով եկավ եւ միսիա ուներ իրականացնելու։ Այսօր ես ու դու նպատակով ապրում ենք այս երկրի վրա եւ միսիա ունենք իրականացնելու։ Մեր միսիան այս աշխարհին ասենք, որ սիրի քո ընկերոջը քո անձի պես։ Միսիան այս աշխարհի վրա, որ դու ունես մեղքերի թողություն, որպեսզի դժոխք չգնաս։ Միսիան այս երկրի վրա, որ կա հույս քեզ համար։ Որովհետև Հիսուսը չեկավ մեզ դատապարտելու եւ դժոխք ուղարկելու, եկավ մեզ դժոխքից պրծեցնելու եւ երկինք հոր մոտ ուղարկելու։ Եվ ասեց ամեն ինձ հավատացող չի մեռնի, թեև մեռնի էլ կապրի։ Ամեն։ Մեր երկրային ծրագրերը ոնց է, երկրի վրա լավ ապրենք ու հետո հրաժեշտ տանք։ Բայց ամեն ինչ սկսում է դրանից հետո։ Կյանք իրական սկսում է դրանից հետո։ Ուզում եմ մի քիչ էլ տեղ կարդամ հրեշտակներից, Ղուկասի 2:7։ Եվ Մարիամը իր անդրանիկ որդին ծնեց։ Եվ պատեց խանձարով եւ մսուրի մեջ դրեց, որովհետեւ այն իջևանում տեղ չկար նրա համար։ Ասում եմ, տիեզերքի արարիչ է, երկինք ու երկիր ստեղծող Աստծո համար երկրի վրա տեղ չգտնվավ։ Հյուրանոցում տեղ չգտնվեցավ։
Գտնվեցավ մի տեղ, որտեղ որ կենդանիներն էին բնակվում, որովհետև հյուրանոցում տեղ չկար։ Հետաքրքիր է, չէ՞։ Հրեաները սպասում էին, որ իշխան է գալու, թագավոր է գալու, եւ իրանց ազատելու է իրանց թշնամիներից, եւ իրանք ռոմեական կայսրության լծի տակից դուրս են գալու, որովհետև միսիան գալու է ազատի իրանց։ Բայց միսիան եկավ եւ միսիայի համար Իսրայելում տեղ չգտնվեցավ։ Միսիան եկավ եւ միսիան չընդունվեց, որովհետև զորքով ու զրահով չեկավ, որովհետև իր թագավորական նազիր վեզիրներով չեկավ, իր թագավորական կարգերով չեկավ նենց ոնց որ այս աշխարհը ուզում էր տեսնել, եկավ նենց ոնց որ Աստված էր ուզում տեսնել, եկավ հասարակ մարդկանց մոտ անգամ տեղ չգտնվեցավ, գոմում դրվեցավ, բայց հետաքրքիր է, որ հրեշտակների աշկից չվերիպեցին հասարակ ժողովուրդը։ 8-րդ խոսքը. Եվ այն տեղում հովիվներ կային, դաշտում կանգնած, որ գիշեր իրանց հոտերը պահում էին, եւ ահա Տիրոջ հրեշտակը կանգնեց նրանց առաջին, եւ Տիրոջ փառքը նրանց շուրջը ծակեց, եւ մեծ վախով վախեցան, եւ հրեշտակը ասեց նրանց. մի վախենաք, որովհետև ահա մեծ ուրախություն եմ ավետում ձեզ, որ բոլոր ժողովրդին պիտի լինի, թե այսօր ձեզ փրկիչ ծնվեցավ Դավթի քաղաքում, որն է Քրիստոս Տերը։ Պատկերացնում ես, ամեն օր գառներին պահում էին ու հանկարծ օրերից մի օր գիշերվակես հայտնվում են հրեշտակները իրանց շուրջ բոլորը ու այս մարդիկ սարսափում են, վախենում են, ինչ կատարվեցավ։ Սա նման չէր այն գիշերներին, որ իրանք պահում էին իրանց գառներին, ինչ որ յուրահատուկ անսովոր բան էր։ Իրանց համար աննորմալ երևույթ էր։ Նրանք թագավորներն չէին, նրանք քահանաներ ու քահանայապետեր չէին, հասարակ մարդիկ էին, որ արածացնում էին իրանց գառները։ Եվ հանկարծ չգիտես ինչի, Աստծո հրեշտակը ավետի սա բերում հասարակ մարդկանց։ Բարի լուր ունեմ ձեզ։ Այսօր ձեր քաղաքում փրկիչ ա ծնվե։ Ձեզ համար մեկը եկել ա, որ փրկի ձեզ ձեր մեղքերից։ Ինչ բարի լուր։ Մինչև այդ մարդիկ մեռնում էին իրանց մեղքերի մեջ, բայց Քրիստոսը եկավ մեղքերից ազատելու։ Եվ այս լինի ձեզ նշան, մի երեխա կգտնեք խանձարով պատած և մի մսուրի մեջ դրված։ Հանկարծակի այն հրեշտակի հետ եղան երկնավոր զորք և մի բազմություն, որ Աստծուն օրհնում էին և ասում էին. Փառք Աստծուն բարձունքներում և երկրի վրա խաղաղություն և մարդկանց մեջ հաճություն։ Հրաշալի է, չէ՞։ Երկրի վրա խաղաղություն, իսկ փառքը երկնքում նստողի համար Աստծուն։ Գիտես, ասում եմ, իրականից բարի լուր։ Ծնվեց մեկը, որ մարդկանց կազատի իրանց մեղքերից, ծնվեց մեկը, որ մարդկանց կազատի իրանց անեծքներից, ծնվեց մեկը, որ մարդկանց կազատի իրանց ցավերից։ Ոչ մեկ չէր կարող ազատել մարդուն իր մեղքերից։ Իհարկե, Աստված օրենք էր տվել, որ նոխազների գառների այրունով ծածկվում էր մեղքերը, բայց չէր մաքրվում։ Քրիստոսի այրունով մաքրվում է, եւ Քրիստոսը նոր հույս էր մարդկությանը, նոր լույս էր մարդկությանը, մի նոր էջ էր, որ Աստված տվեց ինձ ու քեզ ու ասեց. սկսի կյանքդ նորից, մաքուր էջից, անցյալը թող մոռացի, սկսի նոր էջից։ Միթե ուրախալի չի։ Միթե պատկերացնում ես այն աղջիկը, որ պետք է քարկոծվեր, ու երևի այդ աղջիկը շատ ականատես էր եղել մարդկանց քարկոծվելու, մահանալու, միգուցե մասնակցել էր ուրիշներին քարկոծելու մեջ, ու այսօր իր դատաստանն էր կայանում եւ իրան բերել են քարկոծելու։ Եվ Հիսուս Քրիստոսն ասում է, ով անմեղ է, թող առաջին ինքը քարը գցի։ Մարգարեության մեջ գրված է, որ ամեն մեկի մեղքերը գրում էր տափին, գետնին,
Ով էր մոտենում էր, որ այդ աղջկան քարկոծեր, Հիսուսը գրում էր մեղքերը այդ մարդու գետնի վրա։ Այդ մարդը երևի մտածում էր, բա որտեղից գիտի սրա մասին։ Սրա մասին մենակ ես գիտեի, ու քարը գցում էր ու գնում էր։ Մենակ Հիսուսը մնաց։ Ինձ ու քեզ մենակ կարա Հիսուսը դատապարտի, ինքն էլ ասում է, ես էլ քեզ չեմ դատապարտում։ Գնա ու էլ մեղք մի գործի։ Արդյոք ուրախալի չի։ Գիտես, ասում եմ, եթե մարդը ծնվեց, նորմալ է, եթե մարդը հալածվեց, նորմալ է, եթե մարդը քարկոծվեց կամ խաչվեց, նորմալ է, բայց արարիչը, բայց արքան արքաների, որ երկնքում նստած հոր աջ կողմում թողի ամեն փառքն ու հարստությունը, որ բոլոր հրեշտակները ընկած երկրպագում են, պատվում են, մարդացավ ու եկավ ինձ ու քեզ ցույց տալու ոնց պետք է ապրենք այս երկրի վրա, որ Աստվածահաճո լինենք։ Որտեվ ասեց, ասում եմ, լսում են, բայց չեն հասկանում, գնամ ցույց տամ։ Եկավ ու ապրեց։ Մենք տեսանք, որ դառավ Հյուսեն, պլոտնիկ էր, մինչև 30 տարեկան աշխատում էր, լոդր չէր, ուղղակի հենց այնպես չէր մեծանում, երբ այն ժամանակը հասնելու, չէ, տեսնում ես, պարակ ժամանակը չէր վատնում, Աստծո խոսքը կարդում էր և աշխատում էր իր վրա, և դառավ իմ ու քեզ համար օրինակ, և մեզ էլ ասեց, գնա ու էլ մեղք մի գործի, գնա ու այսպես ապրի, ոնց կուզես մարդիկ քեզ անեն, այդպես էլ դու արա, հասկացար ինչ եմ ասում, Ֆիլիպեցիս 4:4, ասում է, ուրախ եղեք Տերումը ամեն ժամանակ, դարձյալ ասում եմ, ուրախ եղեք, արդեն առիթ ունես ուրախանալու, ուրախ եղեք, դարձյալ ասում եմ ձեզ, ուրախ եղեք, ամեն ժամանակ ուրախ եղեք, վայ տրանսպորտս չեկավ, ուշացավ, ինչի վրա ուրախանամ, ուրախացի, ուրեմն տենց էր պետք, վայ մեքենայիս ակը իջելա, չեմ կարում հասնեմ ժամանակին տեղ, ուրախացի, ուրեմն տենց էր պետք, գիտես, հրեշտակներն եկան ասեն ուրախացեք, հրեշտակ եկել է մեզ ասում է ուրախացի, ասում ես ինչի վրա ուրախանամ, ինչ ունես դրա վրա էլ ուրախացի, այսօր տեսնում ես ուրախացի, այսօր լսում ես ուրախացի, այսօր քայլում ես ուրախացի, ձեռքեր ունես ուրախացի, տանիք ունես ուրախացի, այնքան բան կա ուրախանալու, Հիսուս ունես վերջը, բավական է, եթե Հիսուս ունես, ուրեմն կյանք ունես, Եթե Հիսուս ունես, մեղքերի թողություն ունես, եթե Հիսուս ունես, հույս ունես, եթե Հիսուս ունես, ամեն բան ունես, այս ամեն բաները անցնելու է, սա ժամանակավոր է, ինչ որ երկրի վրա ձեռք ես բերում, երկրի վրա էլ թողելու ես, բայց Հիսուսը հավիտենական է, ու անցողիկ է, գրված է նրա աթոռը հավիտյան կլինի, նրա աթոռը հավիտյան կմնա, գիտես, չկա ավելի մեծ ու կարևոր բան, քան Քրիստոսը մեր կյանքերի մեջ։ Չկա ավելի կարևոր բան։ Մենք ինչպես ծնողներ ձգտում ենք մեր երեխաներին, ապահովենք բնակարանով, մեքենայով, ուսում տանք, որ լավ մարդ լինեն, դա շատ լավ է։ Բայց չմոռանանք ամենակարևորը տանք Քրիստոսին, որ երեխաները ճանաչեն Քրիստոսին, որ հավիտյան դժոխքին ասեն ստեսություն։ Դա է ամենակարևոր միսիան այս երկրի վրա իմ ու քո համար։ Շատ լավ, կանգնի ոտքերիդ վրա։ Չես մոռանա, չէ, այսօրվա ուղերձի կարևոր տեղը։ Ուրախ եղեք Տերումը ամեն ժամանակ։ Գրված չի, ուրախ եղեք արաղի ազդեցության տակ, կամ գինի ազդեցության տակ, կամ շամպանսկո ազդեցության տակ, գրած է Տերումը ամեն ժամանակ, այսինքն Հիսուս Քրիստոսը ուրախության սկիզբն է, աշխարհը մոռացել է ինչ է նոր տարին, աշխարհը մոռացել է ինչից սկսվեց նոր տարին, Հիսուս Քրիստոսի ծնունդով, ամեն, մարդիկ տոնում են կապիկների, ձիերի, օձերի,
կռիսների տարի, բայց Քրիստոսի ծնունդն ասա։ Երբ որ կգնաս մարդկանց կշնորհավորես, ասում են Ռождествոն, չէ՞։ Ում Ռождествոն է։ Հիսուսի։ Եթե Հիսուսի ծնունդն է այս տարի, մյուս տարի ոնց կարա լինի կռիսինը, կամ ձիունը, կամ կապիկինը։ Ամեն տարի քո ծնունդի օրը, դա քո ծնունդի օրն է։ Այսօր մենք օրհնում ենք Էդգարին, Մայրամին, Վարդին։ Ամեն այդ տարին իր ծնունդի օրն է։ Նույնն էլ մեր համար ամեն այդ տարին Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնն է։ Պատմեք մարդկանց, որ Հիսուսը եկել է այս աշխարհ իրանց ազատելու իրանց մեղքերից։ Պատմեք մարդկանց, որ պարտադիր չի իրանք որ գնան դժոխք, այ դժոխքից փրկություն կա, պրծում կա։ Ամեն։ Դրա համար մենք չենք ընդունում չինական աստվածներին, գարասկոպները, գուշակները եւ մյուս բաները դրանք Աստծուց չեն։ Մենք ընդունում ենք Աստծո խոսքը, որտեղ մանրամասնորեն սևով սպիտակի վրա գրված է, ոնց ստեղծվեց երկրագունդը եւ Հիսուսը ինչի համար եկավ, որ մեզ ազատի։ Նպատակը։ Ու այսօր մենք ունենք մեր ձեռքերի մեջ Աստվածաշունչ, կարդում ենք, կրթվում ենք եւ հասկանում ենք, որ պարտադիր չի գնաս դժոխք։ Որ քո համար վճարված է, որ դու գնաս երկինք, հոր մոտ։ Ամեն։ Մենք ունենալու ենք հաղորդություն, բայց ես ուզում եմ մարդկանց ասեմ, ովքեր առաջի անգամ են եկել, որ իրանք սրտում ընդունեն Հիսուս Քրիստոսին։ Քանի որ Աստվածաշունչը ասում է, երբ որ սրտով կհավատաս, Աստծո մոտ արդար կլինես։ Այսինքն դատապարտությունը նրանում է կայանում, որ մարդիկ չհավատացին Հիսուս Քրիստոսին։ Իսկ ովքեր որ հավատացին, արդարացան եւ Աստծո որդի կոչվեցին։ Կա մարդ, որ երբևիցե իր շուրթերով չի ասե Հիսուս, եղիր իմ Տեր ու Փրկիչը եւ ների իմ մեղքերը։ Եթե կա ձեռքը թափարի, ես տեսնեմ։ Մենք միասին կաղոթենք։ Լավ, եկեք այսպես անենք։ Ես այստեղից կասեմ, դու որտեղ որ գտնվում ես, դու բարձր ձայնով ասա։ Լավ, երբ որ դու կասես, ընենց կասես, որ քո ականջը լսի, այդ դեպքում քո մեղքերը կթողվի, եւ դու Աստծո մոտ կլինես սուրբ ու անարատ, ըստ Աստվածաշնչի։ Հետո գրված է, որ Աստված ձեր անունները կգրի կյանքի գրքի մեջ։ Դուք կլինեք իր զավակը։ Եթե միջև այդ աղոթում եք, ձեր աղոթքը միջև պատալոկին էր հասնում, այս անգամ միջև Աստծո մոտ կհասնի։ Որովհետև դու իր զավակն ես, դու իր երեխան ես դառնում այս կարճ աղոթքով։ Համաձայնեք եկեղեցի։ Աղոթենք։ Դրանից հետո կունենանք հաղորդություն։ Շատ լավ, եկեք աղոթենք։ Ես կասեմ, բայց դու կրկնի, որովհետև գրված է, ով որ հավատում է սրտով եւ դավանում է շուրթերով փրկվում է։ Հիմա սրտով հավատում ենք եւ շուրթերով ասում ենք. Հայր, գալիս եմ քո առաջ։ Ես հավատում եմ քո որդի Հիսուս Քրիստոսին, որ եկավ երկիր իմ մեղքերի համար։ Իմ փոխարեն խաչվեց եւ մահացավ։ Երրորդ օրը դու հարություն տվեցիր նրան քո Սուրբ Հոգու միջոցով։ Հիսուս, դիմում եմ քեզ, արի իմ կյանքիս մեջ։ Եղիր իմ կյանքիս Տերը, եղիր իմ կյանքիս Փրկիչը։ Լիովին քեզ եմ հանձնում իմ ընթացքը։ Ամեն։ Փառք Աստծուն։